Իսկ դու արդեն որոշել ես, թե որ երկրներ պիտի այցելես 2025 թվականին։ Եթե դու էլ ես հոգնել օրեր շարունակ հարցումների անպատասխան մնալուց, դիմիր Travel with N տուրիստական գործակալություն, սպասեցնել չեն տա, անմիջապես կստանաս լավագույն առաջարկները, տուրփաթեթներ, ավիատոմսեր, հյուրանոցների լայն ընտրանի, էքսկուրսիաներ, սոցփաթեթի սպասարկում եւ ամենակարևորը 24/7 ձևաչափով բարեհամբույր սպասարկում։ Travel with N 095 89 20 48 Ժողովուրդ օրաթերթը գրում է Հայաստանում արցախցիների յուրաքանչյուր գործարքի կամ գործունեության համար պահանջում է ունենալ Հայաստանի Հանրապետության անձնագիր, սակայն այդ անձնագիրը պատուհաս է դարել հենց իշխանությունների գլխին։ Բանն այն է, որ իշխանությունները միայն հիմա Արցախի հայաթափումից 2 տարի անց հասկացան, որ արցախցին սպառնալիք է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում։ Պատճառը մեկն է՝ 70-80 հազար արցախցին կարող են պարզապես տապալել խորհրդարանական ընտրությունները։ Ժողովուրդ օրաթերթը դեռ ամիսներ առաջ հարցումով դիմել էր ազգային անվտանգության ծառայության պետ Արմեն Աբազյանին հետևյալ հարցերով. Քանի անձ է բռնի տեղահանվել Արցախից, բռնի տեղահանվածներից քանիսն են լքել Հայաստանը անվերադարձ, բռնի տեղահանվածներից քանիսն են այժմ Հայաստանում։ Ի պատասխան ստացանք հետևյալ արձագանքը. Համաձայն միգրացիա եւ քաղաքացիական ծառայության կողմից տրամադրված տվյալների 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված է 115,086 անձ, որոնցից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 18-ը ներառյալ Հայաստանից մեկնել եւ չեն վերադարձել 11,000-ը։ Փաստ օրաթերթը գրում է Գյումրիում եւ Փարաքարում տեղ ունեցած վերջին ընտրություններում, ինչպես առիթ են ունեցել նշելու, ԿՊ-ի տեխնացուները հավաքեցին քվեարկության մասնակիցների ձայների համապատասխանաբար 36 եւ 32%-ը։ Սա հատկանշական է հատկապես վարչական ռեսուրս ասվածի օգտագործման առումով։ Կարծում ենք նույնիսկ Փաշինյանական իշխանության կողմնակիցները չեն կարող հերքել, որ իրենց տեխնացուների ստացած տոկոսները առավելապես հենց վարչական ռեսուրսի չարաշահման հետևանք են։ Կարծում ենք նաեւ ավելորդ չի լինի մեկ անգամ եւս հստակեցնենք, թե տվյալ պարագայում ինչ նկատի ունենք ասելով վարչական ռեսուրս։ Խոսքը պետական կառավարման իշխանական համակարգից որոշակիորեն նյութական կախվածության մեջ գտնվող անձանց այս կամ այն կերպ հարկադրելու մասին է, որպեսզի ա. անպայման ներկայանա ընտրատեղամաս եւ բ. անշեղորեն քվեարկեն իշխանության ներկայացուցչի օգտին։ Հրապարակ օրաթերթը գրում է, թեպետ որոշված է, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանը պետք է հրաժեշտ տա պաշտոնին, սակայն կոմպետենտ փոխարինող չեն գտնում։ Մեր աղբյուրն ասաց, որ դիտարկել են Հանրապետության գլխավոր ուռուցքաբան Հայկուի Գյոկչյանի տեխնացությունը, որը աշխատում է Երևանի հիվանդանոցում։ Սակայն նա մերժել է, խոսակցություն կա, որ 2023-ից փոխնախարար աշխատող Արմեն Գասպարյանին են նշանակելու։ Մանուկյանին, որն Արսեն Թորոսյանի ընկերն է, ազատելու պատճառ են նշում անվճար բուժում ստացող պացիենտների նվիրատվությունները։ Հրապարակ օրաթերթը գրում է, այն, որ Ռուսաստանը դանդաղ հուշիկ քայլերով վերադառնում է տարածաշրջան, տարբեր ապացույցներից է ակնհայտ։ Օրերս գրել էինք, որ Հայաստանում պատրաստում են զենք արտադրել։ GTB Holding-ն Արարատում գործարան է կառուցում եւ արտադրված զենքը ըստ ամենայնի կվաճառվի եվրոպական երկրներին եւ կօգտագործվի ՀՀՊՆ-ի կողմից։ Ուշագրավ է, որ գործարանը հովանավորվում է ԱՄՆ կառավարության, ֆինանսավորվում ամերիկյան կապիտալի կողմից, անգամ ԱՄՆ դեսպանն է այցելել եւ դեսպանության կայքում հաղորդագրություն են տարածել։ Թերևս նաև մեր հրապարակումից հետո ռուսական կողմը սկսել է ակտիվորեն հետաքրքրվել գործարանով։ Ռուսական իշխանությունների հետ սերտ առնչություններ ունեցող մի խումբ գործարանների օրերս մեր թղթակիցը պատահաբար նկատել է Կասկադի Շարլ ռեստորանում հոլդինգի սեփականատեր Գրիգոր Տեր-Ղազարյանի հետ բարձր տոնով զրուցելիս։ Ժողովուրդ օրաթերթը գրում է ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի եւ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ԱԺ բանավեճը նոր փուլ է թևակողում։ Օրաթերթին հայտնի դարձավ, որ ԱԺ պատգամավոր Աղազարյանը հայց է ներկայացնելու դատարան ընդդեմ գլխավոր դատախազի։ Ըստ մեր տեղեկությունների Աղազարյանին վրդովեցրել է այն հանգամանքը, որ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը իրեն անձեռնմխելիությունից զրկելու օրը ԱԺ ամբիոնից հնչեցրել է արտահայտություն, թե սուտ է կասում։ Հրապարակ օրաթերթը գրում է ԲԴԽ-ն հերթական թանկարժեք գնումն է կատարել նախագահ Արթուր Աթաբեկյանի որոշմամբ 23 միլիոն դրամ է դուրս գրվել հակարդեային համակարգերի վերազինման համար հայտարարվել է մրցույթ հաստատել է երկու ընկերություն Ellipse GA SOS Systems SPN-ները, որն էլ հաղթող է ճանաչվել։ ԲԴԽ-ից փոխանցեցին խոսքը բոլոր դատարանների հակարդեային համակարգերը կարգավորելու վերազինելու մասին է։ Նշենք, որ մրցույթում հաղթող ճանաչված SOS Systems-ը 2020-ին տուգանվել է տնտեսական մրցակցության հանձնաժողովի կողմից։
Հրապարակ օրաթերթը գրում է. Արցախցիների պայքարին ի պատասխան սոցիալ նախարարը հանրահավաքից 1 օր անց պատասխանեց, որ 50,000-ների աջակցությունը չի շարունակվելու եւ հորդորեց քաղաքացիություն ստանալ եւ աշխատել։ Սակայն իշխանության բարձր օղակներում ըստ լուրերի քննարկվում է 40+10,000 դրամի աջակցության շրջանակ տնտայնելու հարցը։ Ապրիլի 1-ից այդ նպաստը կստանան բացառապես թոշակառուները, անչափահասները եւ հաշվանդամները, բայց քննարկվում է նաեւ գործազուրկներին ու մինչեւ 150,000 եկամուտ ունեցողներին ընդգրկելու հարցը։